13 մարտի 1500 թվական Պաշտելի մարկիզուհի Իզաբելլա դ'Եստեին Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Լեոնարդո դա Վինչին այստեղ է, Վենետիկում, ուր ինձ ցույց տվեց SV-ի դիմանկարը Ձեր խոնարհ ծառա Լորենցո Բուսնակո դա Պադիա Դա Վինչին Վենետիկում Բայց ախր Ջորջո Վազարին Վիտե վերնագրով Լեոնարդոյի կյանքին վերաբերող իր գրքում ակնարկ անգամ չի արել նրա Վենետիկում բնակվելու մասին։ Դա տարօրինակ է թվում, մանավանդ հաշվի առնելով հեղինակի բծախնդրությունը։ Լավ, ինչ նպատակով կարող էր Լեոնարդոն մեկնել Վենետիկ։ Կարծում եմ տրամաբանական է ենթադրել, որ Վենետիկում Լեոնարդոյի հանճարը պահանջվել է նավաշինարանի ուսումնասիրման եւ հատկապես Թուրքիայի դեմ պատերազմի ակնկալիքով Իզոնցոյում կատարած զինվորական հետազոտության համար։ Ճիշտ է, Սերենիսիմայի դիվաններում այդ հրավերի մասին ոչ մի տեղեկություն չկա, բայց չէ որ դա կարող էր ռազմական գաղտնիք լինել։ Ուրեմն ինչ, պարոն Գուսնակոյի նամակը կոպիտ սխալ է, թե ներելի սուտ։ Բայց ինչ զարմանալու բան կա նրանում, որ Լեոնարդոն ապրել է Վենետիկում։ Չէ որ դա Վինչին Ֆիրենցում աշխատում էր Վերոկկիոյի մոտ, ով Վենետիկի հանրապետության կողմից հանձնարարական ուներ։ 1479 թվին Վերոկկիոն Լեոնարդոյի ուղեկցությամբ եկել է Վենետիկ։ Սրան հավանաբար հետևել են մի քանի այլ կարճ ուղևորություններ Ջովաննի Բելինիի հետ, որը եղել է Կոնստանդնուպոլսում 1479 թվականի սեպտեմբերից մինչև 1480 թվականի նոյեմբերը։ Ահա այստեղ, թողնելով վենետիկյան առեղծվածը, հասնում ենք մերձավոր արևելք։ Քոդայս Էլ կազմող ծանոթությունների գրքույկում Լեոնարդյան ճշգրտությամբ գծագրված Կոնստանդնուպոլսի Պերայի կամրջի նախագիծը կարծես ցույց է տալիս Բոսֆորի ափերում կատարած Լեոնարդոյի մանրազնին հետազոտությունները։ Կոնստանդնուպոլսի Պերայի կամուրջ Լայնքը 40 կանգուն, ջրից բարձրությունը 60 կանգուն, Այս վարկածը մերժել ցանկացողները կարող են պնդել, որ Վենետիկ վերադառնալով Բելինին անհրաժեշտ նյութեր է տրամադրել Լեոնարդոյին, նպաստելով վերջինիս ուսումնասիրությանը։ Սակայն ստուգելով Լեոնարդոյի կյանքի ժամանակագրությունը, իրոք, չի խոսվում 1479-ից 1480 թվականների միջև ընկած ժամանակահատվածի մասին։ Եվ ցանկություն է առաջանում այս բացը լրացնել հենց այս ճանապարհորդությամբ, ինչպես շատ հաճախ արվում է պատմության մեջ հանգուցելու կտրված շղթայի օղակները։ Սակայն կասկածից վեր են նախագծի մեջ արված նշումները, որոնք առեղծվածին իրականության շունչ են տալիս։ Բացի դրանից, փաստաթղթերից առանձնացնում են Բաբելոնի Քայիդ Բեյ Սուլթանի նախարար Դիոդորոս Ասորուն հասցեագրված նամակները, որոնցում Լեոնարդոն զորեղ երանգներով եւ տվյալների զարմանալի առատությամբ նկարագրում է Տավրոսի լեռնաշղթայի եւ Եփրատի վերին հոսանքների հայկական տարածքները։ Այս գրություններից հետևում է, որ Լեոնարդոյի այցը անհրաժեշտություն է եղել։ Վերագտնելով ինձ Հայաստանի այս մասերում, որոնք ինձ հարազատ են թվում, մտա մեր սահմանների մոտ գտնվող Կալինդրա քաղաքը, սկսելու եւ սիրով ու հոգացությամբ իրականացնելու այն աշխատանքը, որի համար ինձ ուղարկեցիր։ Այս քաղաքը գտնվում է Եփրատով բաժանված Տավրոս լեռան եզերքին, եւ արևմուտքից երևում են Տավրոս մեծ լեռան գագաթները։
Բերդերով ու ամրոցներով հարուստ այս շրջանում Լեոնարդոյի հետազոտությունները հավանաբար օգտակար են եղել Քայիթ բեյին։ Սակայն մի խումբ պատմաբաններ Դիոդորոսին ուղված նամակները համարում են Լեոնարդոյի զարմանահրաշ երևակայության գրական արտահայտություն, ներշնչված Կովկասից ժամանած ճանապարհորդներից։ Իրոք, եթե ընդունենք, որ Ստույգե նրա ներկայությունը Սերենիսիմայի եւ Հայաստանի միջև փաստացի առևտրական կենտրոն, մեծ հայ համայնք ունեցող Վենետիկում, մի մանրամասն պատմությունն էլ բավական էր, որ շարժեր Լեոնարդոյի հետաքրքրասիրությունը։ Դիեզերքում չկա երկրագնդի մի մաս, որ ավելի բարձր լինի, քան իր գագաթը, եւ միշտ արևածագից 4 ժամ առաջ արևի ճառագայթներով լուսավորվում է արևելքից, եւ որովհետեւ այդ գագաթը բոլորովին ջունաճերմակ է, փայլում է ուժգին, կատարելով հայերի համար այն դերը, ինչ որ լույսնի գեղեցիկ լույսը խավարի մեջ։ Այս գագաթը, ինչ լուսավորվում է վերջալույսի արեգակի շողերով, տեսանելի է արևմուտքի մեծ մասից մինչև գիշերվա 3-րդ մասը, եւ հանդարտ եղանակներին կարծես թե մի կիսավոր աստղ լինի։ Դիոդորոսին գրված նամակում Լեոնարդոն ավելացնում է. Մնացել էինք սակավաթիվ եւ այն աստիճան սարսափած ու վախեցած, որ հազիվ հանդգնում էինք միմյանց հետ խոսել, թողնելով ամեն ինչ, բոլորով խմբվել էինք եկեղեցիների ավերակներում։ Փորձելով նաեւ Լեոնարդյան նկարչության մեջ գտնել Հայաստանից մի հիշատակ, միգուցե հենց Լադամա դելերմեինո կտավն է տալիս այս հնարավորությունը։ Ձեռքն այդ կնոջ, որին շատերը նույնացնում են Լյուդովիկո իլ Մորոյի սիրուհի Չեչիլիա Գալերանիի հետ, կարծես մայրաբար պաշտպանում է այդ սպիտակ կրծողին, Մուստելլա Էրմինեա, որը ծագումով Հայաստանից է եւ ճիշտ անունն է Արմենինո, սակայն ավանդաբար կոչվել է Արմեինո, սպիտակ կզաքիս կամ հայկական մուկ, որի խորհրդանշական մորթին են կրել աշխարհի պապերը, գերիշխաններն ու դոժերը։ Լեոնարդո դա Վինչիի առեղծվածը, որ ընդհանրացնում է վենետիկցիներին ու հայերին, դարերի ընթացքում հազարավոր մեկնաբանություններ է ունեցել եւ ամենայն հավանականությամբ երբեք պատասխան չի գտնի եւ վստահաբար նոր շփման եզր է այս երկու ժողովուրդների միջև։ Վենետիկն ու Հայաստանը պետք է բավարարվեն այն մեղմ ժպիտով միայն, որ ամեն ինչ ասում է, բայց ոչինչ չի հաստատում։ Նուրբ հեգնանք այն գաղտնիքի առջև, որ Մոնալիզան չի ցանկանում հայտնել։